Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի փոխի իր որոշումը եւ կոալիցիոն հուշագրին համաձայն 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Պարզապես առիթ չունենք չսատարելու։ Գոնե ես, որպես այդպեսին, իհարկե միշտ եթե դուք նկատում եք ձեռնպահ եմ մնում այլ անձանց միջև անգամ իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք հարազատ ենք միշտ փաստաթղթերին։ Մեր կողմից ստորագրված։ Հիշեցնենք, նախօրեին նախագահի նստավայրում տեղի էր ունեցել նախագահ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որի ընթացքում կոալիցիոն ուժերի ղեկավարները քննարկել էին մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր։ Ինչպես Արթուր Բաղդասարյանն էր մեզ տեղեկացրել, հանդիպումն անցել էր փոխըմբռնման մթնոլորտում։ Հետևաբար Վարդան Բոստանջյանին հարցրեցինք, թե արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է վերջին շրջանում իրենց կուսակցության նկատմամբ իրականացվող ճնշումների մասին հարցը։ Բոստանջյանն ասաց, թե կոալիցիոն ուժերի ղեկավարները այդ հանդիպման միջոցով պարզապես փորձել են թույլատնել գոյություն ունեցող լարվածությունը։ Կուսակցություններ գնացել են, ընդհանրապես որ ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ, այդպես ճնշումներ եւ այլը, դրանք այդպես չորակվեն կամ այդպեսին չլինեն։ Եվ հասկանալի է, որ պայմանավորված հենց ընտրությունների բուն գործընթացով, նախընտրական պրոցեսներով, բնականաբար որոշակի լարվածություն կլինի։ Դա պետք է լինի լարվածությունը հարթելու համար են հանդիպել կոալիցիոն ուժերի ղեկավարները։ Միայն դրա համար չէ, ընդհանրապես միասնական ընտրությունների գնալու համար եւ այդ ընտրությունների ժամանակ հնարավորինս անել ամեն ինչ առավելագույնը, որպեսզի մենք ունենանք լավ ընտրություններ։ ԲՀԿ պատգամավորը վստահեցրեց, թե այսօր իշխող Հանրապետականի եւ Բարգավաճ Հայաստանի միջև վստահության պակաս չկա, ավելին ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն անգամ փոխհամաձայնեցված կարգով կառաջադրեն իրենց մեծամասնական թեկնածուներին։ Ուրեմն վստահության դեֆիցիտ գոյություն չունի։ Երկուսն էլ ունեն մեկ ուղղակի նպատակ, այն է մեր երկրին տեսնել բարգավաճ։ Դե իսկ ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի նկատմամբ բանեցվող ճնշումներին, որի մասին խոսել էր նաև անձամբ Վարդան Բոստանջյանն, ապա պարզվում է, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան։ Վարդան Բոստանջյանը պնդեց, թե ինքը ճնշումների մասին չի էլ խոսել։ Ես ուրիշ բան եմ ասել, ես ասել եմ, որ դուք ասում եք, իմ կուլտուրան թույլ չի տալի ձեր հետ չանվազայել, բայց դա լրիվ այլ բան է, չէ՞։ Հաշվի առնելով այս հայտարարությունները, Վարդան Բոստանջյանին հարցրեցինք, որ եթե ճնշումներ չկան, վստահության պակաս չկա, ապա ինչու են կոալիցիոն ուժերը նախօրեին քննարկել լարվածությունը թույլատնելու հարցը։ Լարվածությունը, վստահության դեֆիցիտը, դրանք լրիվ այլ կատեգորիաներ են եւ իրար հետ չեն համատեղվում։ Լարվածությունը կարող է ցանկացած բանից առաջանալ։ Եվ ասում եմ, տանելի լարվածություն, եւ այս լարվածությունը, որին մենք իբր ականատես ենք լինում հիմա, սա պայմանավորված է հենց մրցապայքարով։ Փաստորեն մոտենում է մրցակցություն, այս մրցակցության պարագայում որ մի խաղին մասնակցողը չի ուզում հաղթող լինել։ Չկա այդպիսի բան։ Հակառակ դեպքում ուրեմն չեն մասնակցի եւ բնականաբար այդ արանքում ծագում են, դրա արդյունքում ծագում են որոշակի լարվածություններ։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ նախօրեին նախագահի նստավայրում կայացած կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը կտրուկ փոխել է շեշտադրումները։ Հավելենք, որ այս շաբաթ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ցանկանում են պայքարել ընտրակեղծիքների դեմ, միասնական ճակատ կազմել եւ բռնել ընտրագողի ձեռքը։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել էր, որ այս խնդրի շուրջ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ ԲՀԿ-ի հետ։ Անկախ միասնական ճակատ կազմելուց ում դեմ։ Ընտրակեղծարարի։ Հա, ընտրակեղծարարը մենք ենք։ Հասկանում եք։ Ես նկատում եմ ընտրողներս, դուք, ես, ուրեմն եթե մենք դեռևս մեկ շիշ ձետի շրջանակներում ենք ապրում, ուրեմն մենք ըստ էության կարող ենք նաև ընտրությունները կեղծել։ Եվ դա որևէ քաղաքական ուժ մեղավոր չի դրա համար։
Տրանսպորտի եւ կապի նախարարության համար սահմանված այս տարվա առաջին գերակայությունը Վանաձոր Ֆիոլետովո երկաթուղային ճանապարհի շինարարությունն է։ Այս տարի երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքները պետք է ավարտին հասցվեն ու սկսվի շինարարությունը, ասում է նախարար Մանուկ Վարդանյանը։ Երկաթգծի հետ կապված մենք հաստատել ենք կառավարություն Զվարթնոց տրանսպորտային հանգույցի վերակառուցման խնդիրը, որտեղ պետք է կառուցվի երկաթգիծ եւ նոր ճանապարհ։ Մեր եւ ամբողջ աշխատանքները պետք է իրականացվեր ոչ պետական բյուջեի, այլ պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում։ Մեր խնդրանքով օդանավակայանը արդեն կնքել է պայմանագիր, պատվիրելով նոր երկաթգծի կառուցման խնդիրները, որով կիրականացվի նաեւ ուղևորափոխադրումների հարցը դեպի մետրոյի կայարան։ 60 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կավարտվի եւ կսկսենք արդեն բանակցություններ կառուցման հետ կապված օդանավակայանի կոնցեսիոների եւ երկաթգծի տնօրինության հետ։ Նախարարության համար որպես առաջնահերթություն ճանաչված երկրորդ ուղղությունն առնչվում է հյուսիս-հարավ ավտոճանապարհին։ Նախատեսում ենք նաեւ այս տարի ունենալ ամբողջական ֆինանսական ռեսուրսների հարցը լուծել եւ ամբողջական նախագիծ ունենալ Բավրայից մինչև Մեղրի ընկած հատվածում։ Մենք այսօր դուք գիտեք, որ ունենք առաջի, երկրորդ եւ երրորդ տրանշների հարցը լուծված։ Շինարարությունը մենք նախատեսում ենք սկսել ապրիլ ամսից։ Դա վերաբերվել է առաջի, երկրորդ տրանշներին, այսինքն Երևան-Աշտարակ, Թալին եւ Երևան դեպի Արարատ ուղղությամբ երկու ուղղությամբ։ Նախարարության այս տարվա գերակայությունների թվում է նաեւ ավտոկայարանի վարձակալության կամ կոնցեսիոն կառավարման հանձնման հարցը։ Եվ վերջի գերակա խնդիրը, որ մենք հաստատել ենք, դա վերաբերվում է մեր թվայնացման խնդիրներին կապված հեռուստատեսության հեռարձակման խնդիրներին։ Այստեղ եւս սահմանել ենք բոլոր այն խնդիրները, որ ցանկություն ունենք իրականացնել։ Ներկայումս քննարկում ենք երկու ուղղությամբ, ինչպիսի մրցույթ կազմակերպենք, այսինքն մենք ունենք կառավարության կողմից հաստատված ծրագիր, առաջի տարբերակով դնում ենք ծրագիր, ասում ենք ով ամենաէժան գնով իրականացնի մեր թվայնացման խնդիրները, եւ երկրորդը ով կբերի լավ առաջարկ մեր թվայնացման խնդիրները իրականացնելու համար։ Ամբողջական պատրաստ է, հիմա այս հարցը լուծելու կառավարությունի հետ համաձայնությունից հետո արդեն կայտարվի մրցույթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած արդյունքների Հայաստանի բնակչությունը 0.4%-ով աճել է։ 2012-ի առաջին ամսվա տվյալներով ընդհանուր բնակչության թիվը շուրջ 3.274.000 է, 12,000-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այդուհանդերձ վիճակագրական ծառայությունը բազմաթիվ բացասական արդյունքներ է արձանագրել ժողովրդագրական ցուցանիշներում։ Մասնավորապես շուրջ 3%-ով նվազել է ծնելիությունը։ 2011 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում գրանցվել է 43447 կենդանի ծնունդ։ Ուրեմն նախորդ տարվա համեմատ կենդանի ծնունդները նվազել են 3.1%-ով, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 11 թվականի ծնունդները կազմել են մի քիչ 13 երեխայից ավելի։ Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Երևանում է, ամենաքիչը երեխաներ ծնվել են Սյունիքի մարզում։ 0.4%-ով աճել են նաև մահացության դեպքերը, կազմելով շուրջ 28000։ Մահվան դեպքերը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել են 28030, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով մահվան դեպքերը կազմում են 8.6, ասենք շուրջ 9 մահվան դեպք։ Շատացել են ինքնասպանության փորձերը շուրջ 650, որոնցից 200-ը ավարտվել է մահով։ Հիմնականում եղել են կենսաթոշակառուներ կամ գործազուրկներ, գերակշիռ մեծամասնությունը 30-ից 65 տարեկան տղամարդիկ են։ 2011 թվականին շուրջ 10%-ով աճել են ամուսնությունները, հասնելով 20000-ի։ Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով արձանագրվել է 6 ամուսնության գրանցում։ Աճել են նաև ամուսնալուծության դեպքերը։ Ուրեմն ամուսնալուծության դեպքերն աճել են 6.4%-ով 10 թվականի համեմատ եւ կազմել են 3188 ամուսնալուծության գրանցված ամուսնալուծության դեպքեր։ Ինչ վերաբերում է Հայաստանից հեռացած մարդկանց թվաքանակին, ապա ըստ Կարինե Կոյումջյանի իրենց տվյալները ամբողջությամբ չեն պատկերում արտագաղթը, քանի որ միայն արձանագրում են, թե քանի մարդ է հատել սահմանը։ Այս հաշվեկշիռը եւս բացասական է։ Հայաստան ժամանող եւ Հայաստանից հեռացող Հայաստանի քաղաքացիների տարբերությունը շուրջ 49000 է։
Մայրաքաղաք Երևանից ընդամենը 14 կիլոմետր հեռու Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են սոցիալական վատ պայմաններից, աշխատատեղերի բացակայությունից եւ այս քաղաքում որևէ հեռանկար չունենալուց։ Մասիսում ապրում է մոտ 20,000 մարդ։ Այս քաղաքում կա ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն, բայց տեղացիները դժգոհում են, թե աշխատատեղերը խիստ սահմանափակ են։ Ես աշխատանք չունեմ։ Ո՞նց եք ապրում։ Երևանից հեռու չի Մասիս քաղաքը։ Ո՞նց է այստեղ։ Դե գյուղում եմ ես ապրում, ոչինչ։ Հողը մշակում եմ, որ ասեմ լիարժեք ոչ մի բան չկա։ Իք երբ մարդիկ հասցնում են ապրում են այդքան։ Հազիվ յոլ են գնում էլի։ Ոնց պետք է։ Ինչպես է յոլա գնում, ինչով աշխատանք ունեք։ Հա, աշխատում եմ դիպլոմների դերը դպրոցը հավաքար եմ աշխատում։ Հասցնում եք, հա։ Չէ, որտե՞ղ ենք հասցնում։ Ну, ընդհանրապես սոցիալական վիճակը շատ ցածր շատ վատ է այստեղ մակարդակը, կենսամակարդակը այնքան ցածր է, որ չգիտեմ ոնց որ կյանքը այստեղ մեռած լինի։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Բայց Երևանից ընդամենը 15 կիլոմետր տարբերությունը շատ մեծ է։ Ընդամենը այդ փոքր տարածությունն է, բայց տարբերությունը շատ մեծ է։ Կենսամակարդակը խիստ ցածր է այստեղ։ Ձեր մոտավոր հաշվարկով քանի տոկոսն է, որ հացի խնդիր ունի, հա, մոտավոր։ Երևի 80%։ 80% է այդ վիճակը։ Հա։ Ճիշտ ասեմ, ոնց ապրում են, թե ապրել կարելի ասել։ Ոնց են ապրում, չի երևում մարդկանց վիճակը։ Ի ժողովուրդ։ Ով է ժողովրդի մարդու տեղ դնում, որ ժողովուրդը հարցնում եք, ժողովուրդն ով է։ Ի ժողովուրդ։ 1000 հոգի, նախ գիտեմ, որ հիմի ներկայությամբ հաց չունեն ուտելու, ժողովուրդը որն է։ Հիմա այս պահի տակ դու ուզում ես ինչ-որ բանով ասես, թե ժողովուրդ ինչ անի խեր ժողովուրդը։ Այ հիմա քաղաքական գործիչները խոսում են ընտրությունների մասին, ինչ-որ աշխատություն։ Ես ոչ մեկի չեմ հավատում։ Ինչ ասեմ, լավ չէ, շատ վատ է։ Սովորական մեր նման մարդկանց վիճակը շատ վատ է։ Բնականաբար տարի լավանում է վիճակը, ինչի իմաստով որ աշխատատեղեր են բացվում, ասենք մարդիկ։ Որտեղ են աշխատատեղեր բացվում։ Ասենք խոսք օրինակ Ալիշան պահածունի գործարանում։ Մասիսում, այո։ Ո՞նց է այստեղ կյանքը ընդհանրապես Մասիսում։ Մարդիկ գործ ունեն, կարողանում են ապրեն, նորմալ ապրում են, էլի։ Նորմալ ասելով ինչ նկատի։ Սովորական։ Պաշտոնավորի չափով լավ չեն ապրելու։ Սովորական, ամեն մեկը իր կյանքով ապրում է։ Օրինակ դուք աշխատանք ունեք, որտեղ եք աշխատում։ Էլեկտրոցանցում։ Հա, թող եք։ Այո։ Վճարում են մյուսները հոսանքի համար։ Հա։ Կարողանում են վճարել։ Հա, լավից վատից նորմալ է, ոչինչ։ Մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքը պահեն։ Ինչով պահեն, 40,000-ով, թե 20,000-ով։ Ինչ եք կարծում, կկարգավորվի։ Եթե մտածեն ազգին, ժողովրդին, հանրապետության մասին անպայման աշխատող արարող ստեղծող ժողովուրդ, գործատեղ ստեղծեն, աշխատատեղ։ Ինչքան ժողովուրդը լնայդ է, քանի հոգի են ընդե կանած են պատի տակ, որ աշխատեն օրվա հացի փող, որ տանեն երեխա պահեն։ Նա ենա պատ տակ։ Կանգնած ինչ են անում։ Կանեն մի հոգի կա, այդ լավ տղեկից տան իրանց աշխատնի 1000 դրամ տա իրանք երեխեքին հացանեն։ Հա քուրջան, այդ մարդիկ են։ Այստեղ ասում ապրում ենք էլի մեռանձեր ամեն մեռնողի երանի տալով։ Լեռնային Ղարաբաղի միակ կամերային նվագախումբն իր գործունեության 8 տարիների ընթացքում կարողացել է Ղարաբաղում ձևավորել բարձրաճաշակ երաժշտասեր հասարակություն։ Այս համոզմունքը հայտնեց նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում։ Ղարաբաղը ունի լավ պատրաստված ունկնդիր, ինչ խոսք, պատերազմը ինչպես եւ Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ինչ-որ վակում ստեղծեց, դա այդպես էլ պետք է լիներ, հիմա մեր նպատակը նա է վերականգնել և նոր թափ հաղորդել։
Մինչև 2004 թվականը Ղարաբաղը սեփական կամերային նվագախումբ չէր ունեցել։ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ 2004 թվականից տարին մի քանի անգամ Ստեփանակերտում եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում դահլիճների լեփլեցուն հանդիսատեսն ամեն անգամ մեծ ոգևորությամբ է դիմավորում կամերային նվագախումբի ելույթները։ Գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանը հիշում է, որ երբ իրեն հրավիրել էին աշխատելու Ղարաբաղում, շատերն էին ասում. «Մուրադյան ջան, ուր ես գնում, այնտեղ ունկնդիր չկա»։ Ոչ մեկի ասածին ուշադրություն չդարձրի։ Հավատում էի մեր սկսած գործին, պատմում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։ Իրավացիան բոլորից ամենտեղ եմ ասում, որ ունենք հոյակապ ունկնդիր։ Տեսեք ինչ լրության մեջ են անցնում, անգամ շատ բարդ ստեղծագործներ եթե նվագվում է, միևնույն է նրանք այսպես կլանված ունկնդրում են եւ արտիստի համար ամենամեծ գնահատականը դա է, շատ կարգապատանիչ է եւ մեծամեծ արտիստներ են մեզ հետ հանդես եկել, Բարսեր Թումանյանը, Հասմիկ Պապյան, Իրինա Զաքյան, Բերկովսկի, Անահիտ Ներսիսյան, Լիլիթ Գրիգորյան, շուտով Ջուլիետա Գալսյանը Ֆրանսիայից, ինչ է, բոլորը գոհ են, ասում են լսի, Գևորգ մայստրո, ինչ ունկնդիր կա Ղարաբաղում։ Այո կա, բայց այս 8 տարիները ապարզուն չեն անցել, այս 8 տարիները իրենց նշանակությունը ունեցել են անկասկած։ Կամերային նվագախմբում, ինչպես նշեց Գևորգ Մուրադյանը, եթե սկզբնական շրջանում բոլոր երաժիշտները հրավիրված էին, ապա այսօր նվագախմբում հիմնականում տեղացի երաժիշտներ են ընդգրկված, ով էլ տեղացի չէ, դարձել է տեղացու կին, կատակով նշում է Գևորգ Մուրադյանը։ Պետք է հպարտությամբ նշեմ, որ սկզբից ինձ հետ ժամանել էին 12 հայաստանցի, ասենք երևանցի երաժիշտներ, այսօր նրանցից տեսեք մնացել են երկուսը, այն երկուսը դարձան Ղարաբաղցի, քանզի ամուսնացան այստեղ, եւ 90 գրեթե 95-97% արդեն Ղարաբաղցիներ են մասնակիցները Արցախյան նվագախմբի։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ռազմավարություն ենք ծավալել եւ հենց իմաստը դա պետք է։ Դե չի կարելի է ամիսը մեկ Հայաստանից, այսպես Երևանից ժամանեինք, գայինք, համերգ տայինք, գնայինք։ Իրեպ այս օրերին նվագախումբ դարձակուրթից վերադառնալով ավելի մեծ ոգևորությամբ է աշխատում։ Նորվեգիայից համերգային հրավեր ունեն եւ լուրջ պատրաստվում են։ Առաջին անգամն է, որ Լեռնային Ղարաբաղի պետական կամերային նվագախումբը հանդես կգա արտասահմանյան հանդիսատեսի համար։